Ինչպես։ Իսկ դες պարոն Օսկանյանն մեղը։ Ես ոնց որոշեմ, բայց։ Երկու օր լսում եք քննարկումները։ Ես տպավորություններով չեմ ուղղորդվում, ոչ էլ զգացմունքներով։ Ուղղորդվում եմ պետության ժողովրդի շահերով եւ իրականությունով։ Փաստերը պիտի ստուգի թե չէ։ Ստուգի այն ժամանակ մենք խոսենք։ Այսպիսի նախադեպը կարող է պետությանը վնաս տալ իմիջի առումով։ Հիմա ես որ զուգահեռ խոսում եմ ոնց բայց ես ու չեմ որոշելու այն հարցը։ Որոշի քննությունը։ Հիմա կորոշեն։ Մի բան ասեմ ձեզ, եթե մարդուն հրավիրում եք քննություն, բայց եթե մարդը արդյոք ինչ մի բան գնան ներկայացնել փաստեր ավարտել։ Մեկը որևէ մի բան չեն դնում, այս մարդու վրա որևէ մի բան չեն առաջարկում, բոլորը հաստատություններով երևում է։ Գումարը վերցրել է, չի վերցրել, փոխանցել են, չեն փոխանցել, կերևա ժամանակին չեք մտածում, որ անպայման ավարտը շատ վատ է լինելու, պետք է կալանավորվի կամ ձերբակալվի։ Պարոն Աբրամյան, մյուս պատգամավորը Վարդան Այվազյանի նկատմամբ արդեն Նյու Յորքից Հիմա պարոն Օսկանյանի մասով ավարտեցիք։ Այո, հարցեր տալիս։ Նրանք փոխկապակցված են, երբ Վարդան Այվազյանի հետ կապված ասենք sense հարցերում ապագորգոր եւ Ինչ հարց։ Նյու Յորքի դատարանը դատի է տվել պարոն Այվազյանին, ասում պետությանը տվել, բայց դատախազությունը չի Այվազյանը շատ հստակ իր դիրքորոշումը իր մոտեցումները բացատրել է հանրությանը։ Հերոստացիոն եւ դուք պարտավոր եք Պարոն Օսկանյանն բառնապահության պարտքի զբաղվել է հարցով, որովհետեւ այստեղ կա հանրային եւ ազգային շահ։ Միայն ազգային Պարոն Աբրամյան, չեք կարծում, որ հանրապետական կուսակցության ներկայացուցիչների մեջ էլ կան անձիկ, ում պետք է միջնորդագրով դատախազը մտնել։ Ովքեր են։ Ինչի կանխատեսում կարծելու համար։ Կանխատեսումներով ես չեմ զբաղվում, սիրելիս։ Այսինքն Ես հնարավոր է։ կոնկրետ պրագմատիկ մարդ եմ, ինչ կանխատեսումներ անեմ։ Մեզ ձեր մասով ոնց կարող եմ կանխատեսել։ Կորրեկտ է, որ ձեր մասով կանխատեսեմ, չէ՞։ Պարոն Աբրամյան, այսինքն դեռ չեք բացառում, որ հնարավոր է ապագայում լինեն միջնորդություններ այլ պատգամավորների գործունեության հետ կապված։ Չեմ բացառում։ Իսկ որտեղից ձեզ այդ համոզությունը։ Դուք ինձ հարց եք տալի, բացառում ես ասում եմ ոչ, չեմ բացառում։ Գուցուն կա, որ դուք իրեն չեք զգուշացվել, որ դատախազը ներկա է լինելու այդ հանդիպմանը եւ ինքը եկել անակնկալի է եկել դրանից։ Ոչ, ես ով է ասում։ Ինքը ԲՀԿ աղբյուրներն են ասում։ Քիչ առաջ դու ասեցիր Օսկանյանն է ասել, որտեղ Օսկանյանը նման բան չի կարող ասել, որտեղ Օսկանյանը գիտեր, որ մենք հանդիպելու ենք ես, ինքը եւ գլխավոր դատախազը, չէր կարող այդպիսի բան ասել, դուք ստում եք։ ասացիք, որ այսօր հանդիպել եք։ Այսօր էլ ենք հանդիպել։ Բայց պատգամավորները իմ հանդիպել ինչա ձեզ զարմացնում։ Պարոն Աբրամյան, ինչպես եք վերաբերվում, որ Գագիկ Ծաղուկյանը այսքան կարևոր խնդրի քննարկմանը չմասնակցեց ձեր գնահատական որպես ձեր պատգամավորի։ Իր կուսակցության որոշելիքն է իրենց, ես ինչ գործում եմ։ Տարբերություն։ Ոնց բացատրեմ տեսակետների տարբերությունը։ Ես տեսակետ ունենք, մենք մեր տեսակետը ունենք։ Բայց մենք հենվում ենք իրականության վրա, որ հիմա այսօր գործ կա, գլխավոր դատախազ ներկայացել է խախտումներ, յուրացումներ եւ այլ։ Հիմա գործի ընթացքում կավարտվի, կտեսնենք, որ կլինի մեղավոր թե ոչ։ Պարոն Աբրամյան, սա կոռուպցիայի դեմ հայտարարված պայքարի շրջանակներում է այս ամենը տեղի ունենում, որի մասին նաեւ նախագահն է։ Գրեթե ամեն շաբաթ։ Տեղյակ եք ասեցի, որ 6-7 ամսվա շուտ գործընթաց է, որ սկսվել է։ Պարոն Աբրամյան, դատախազ ներկայացել է։